Ես առաջարկում եմ անցնենք բլից հարցերին։ Ես կուզեմ, որ դուք նշեք падգամավորի հարց, որը ձեզ զարմացրել է։ Չեմ հիշում տենց։ Ընդդիմադիր իշխանական, չեք հիշում։ Ձեր սրտի падգամավորը ով է։ Շատ ունեմ, որպես Արման Եղոյանը, շատ եմ սիրում Արման Եղոյանին, որպես падգամավոր, որտեղ իր ելույթները իմ համար դա ֆանատ նույնս։ Ես Արման Եղոյանն, այո, ամենասիրվածը։ Ընդդիմադիր սրտիս падգամավոր, ընդդիմադիր։ Ինչ բարդ բան եք ասում։ Դե ֆրակցիաներ կան, երկու ֆրակցիա կա ընդդիմադիր, կուզեմ, որ նաև իրենց անունը նշեք, որ էլի կլսեք իրենց ելույթը։ Տարոն Մարգարյանը։ Գործիչ որպես քաղաքական։ Որպես падգամավոր չի խոսում։ Գիրք, որը ձեր Տարոն Մարգարյանը։ Բայց սիրում եք, ձեր սրտի падգամավոր։ Որպես падգամավոր, որը որ չի խոսում, ընդդիմադիր падգամավորը որ չի խոսում, իմ ամենասիրված падգամավորն է։ Գիրք, որը ձեր կերպարի ձևավորման վրա ազդել է։ Ոչ մի բան չի ասի այդ անունը, ձեզ հայտնի գործ չի։ Կարող եմ հեղինակին ասեմ, որը որ ազդել է իմ գրելու ոճի վրա, On Henry գրող կա, իր գրելու ոճը ես շատ սիրում եմ, այսինքն երբ որ հիմնական տեքստը ասելու ժամանակ դու միջև վերջ չես բացահայտում, թե դու վերջում ինչ ես ասելու, իսկ վերջում դու արդեն բուն մեխը արդեն մատուցում ես, այդ ոճը շատ դուրս եկել է, ես մեկ-մեկ անում եմ։ Վերադառնալով դերասանի ձեր գործունեությանը, որ ժանրում կխաղայիք՝ կոմեդիա, դրամա, թե մարտաֆիլմ։ Ես դերասան չեմ եղել։ Ինչ որ ժամանակ անցած գործունեությունը իրականացրել եք։ Ես զբաղվել եմ շոու բիզնեսով, նկարահանվել եմ տարբեր հեռուստաֆիլմերում եւ ինձ նույնիսկ այդ ժամանակ չեմ համարել դերասան, ինչպես նաեւ երբ որ Արարատ News-ի գլխավոր խմբագիրն եմ եղել եւ եղել եմ Արարատ ամսագրի գլխավոր խմբագիր, ինձ չեմ համարել խմբագիր, որովհետեւ իմ գիտելիքները, իմ ուսումը ես համարել եմ բավարար չի այդ բարձր կոչմանը ինձ վերագրելու համար։ Իսկ չեք ասի կոմեդիա, դրամա, թե մարտաֆիլմ։ Ինչ դերում կուզենայիք հայտնվել մի օր։ Որ դերեք խաղ։ Բաներ չեմ մտածել։ Աշխատանքային ծանր օրվանից հետո փաբ, թե տանը բազմոցին պարկած ֆիլմ սիրելի մարդու հետ։ Ֆիլմ սիրելի մարդու հետ։ Քաղաքական գործիչների ձեր նախընտրությունը ով է Հայաստանում ձեզ համար ամենաքաղաքական գործիչի էտալոնը ձեզ համար։ Իմ թիմակիցները ում հետ ես ճանապարհ եմ անցնում։ Նիկոլ Փաշինյան թե Լևոն Տեր-Պետրոսյան։ Դե լավ, ինչ անիմաստ հարց է, իհարկե, Նիկոլ Փաշինյան ինչ։ Լևոն Տեր-Պետրոսյան թե Սերժ Սարգսյան։ Լավ, էլի խնդրում եմ։ Պետք է մեկին ընտրեք։ Իհարկե Նիկոլ Փաշինյան, այսինքն ինչի պետք է ես արդեն ընտրել եմ, Սոնա ջան, ես մեկ ընդմիշտ ընտրել եմ։ Բլիցում պետք է ասեք, եկեք Լևոն Տեր-Պետրոսյան, Սերժ Սարգսյան թե Ռոբերտ Քոչարյան։ Սերժ Սարգսյան։ Տիգրան Արզականցյան թե Վարդան Ղուկասյան։ Ո՞ր մի Վարդան Ղուկասյանը։ Դուք ձեր մտքին ո՞ր Վարդան Ղուկասյանն է։ Տիգրան Արզականցյանը այնուամենայնիվ։ Անցնենք համաշխարհային, հա, լիդերներին՝ Վլադիմիր Պուտին թե Դոնալդ Թրամփ։ Դոնալդ Թրամփ։ Թրամփ թե Էմանուել Մակրոն։ Մակրոն։ Կիմ Չեն Ըն թե Էրդողան։ Էրդողան։ Շնորհակալ եմ, պարոն Սիմոնյան, անկեղծ զրույցի համար։ Հարգելի Արմլու լրատվականի հետևորդներ, մենք կհանդիպենք հաջորդիվ։